Ողջույն ձեզ սիրելի ընկերներ, ուրեմն այսօր Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածում, որ կարգապահական հանձնախումբը հայտարարություն է տարածում, որ Տեր Արամը եւ Տեր Տարոնը չեն ներկայացել կարգապահական հանձնախմբին։ Ես կարծում եմ, որ ոչ մեկի համար դա նորություն չի լինի եւ գաղտնիք չի լինի, այդ թվում նաեւ հենց կարգապահական հանձնախմբի համար, հանձնաժողովի համար, որովհետեւ բոլորի համար հստակ է, որ նրանք չեն էլ ներկայանալու, որովհետեւ կատարում են հստակ հանձնարարական, այսինքն ոչ Տեր Արամն է ներկայանալու, ոչ Տեր Տարոնն է ներկայանալու, ոչ Տեր Թադեն է ներկայանալու, նրանցից որևէ մեկը չի պատրաստվում ներկայանալ կարգապահական հանձնախմբին, ներկայանան որ ինչ անեն, եւ պարզ եւ հստակ երևում է, որ տվյալ քահանաները իմ կարծիքով կատարում են կոնկրետ հստակ հանձնարարություն, որն է տանելու է նրան, որ եւս մի քանի անգամ կկրկնվի կարգապահական հանձնախմբին չներկայանալը, դրանից հետո արդեն նոր կարծում եմ որոշում կկայացվի կամ մի քիչ էլ կսպասեն նոր հետո որոշում կկայացվի, բայց այնուամենայնիվ ասեմ, որ եթե օրինակ հրահանգ լինի նրանց գնացեք կարգապահական հանձնախմբին, հանձնաժողովի ներկայացեք, նրանք հստակ կներկայանան, ոչ մի խնդիր չկա, բայց քանի չկա այդ հանձնարարականը, նրանք չեն ներկայանա։ Ես ինչից եմ սա ենթադրում, երեկվա միջադեպը Հովանավանքի դա ներսից հարված էր եւս մեկ անգամ հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Մենք ականատես եղանք մի դրվագի, որը ոչ մի անգամ չի եղել հայ եկեղեցում։ Ոչ մի անգամ հայ եկեղեցում չի եղել, որ մի հոգևորականը մյուս հոգևորականի վրա մարդ բերի, այսինքն առավել եւս ոստիկանություն կանչի։ Չի եղել նման բան։ Ես երեք ականատես եղա խայտառակության, մեր մեջ ասած, որովհետեւ դու չես կարող լինել լավ հոգևորական, դու չես կարող լինել լավ քահանա ու քո եղբոր հետ, որը քեզ ոչինչ չի արել, ոչ մի ձևի չի արել, որովհետև Տեր Մանուկին ես ճանաչում եմ անձամբ, Տեր Մանուկը հրաշալի մարդ է, հրաշալի հոգևորական է, 44-օրյա պատերազմի մասնակից է, մենք իրար հետ սովորել ենք նաև ճեմարանում եւ դեռ ուսանողական տարիներից գիտեմ իրեն։ Տեր Մանուկը երբեք որևէ ձևով, որևէ զորբայության չէր գնա ու ոչ մի բան չէր անի։ Դրա համար ինձ երեք տեսանյութեր են ուղարկել նաև այնտեղից, որ նաև ոչ միայն ոստիկանություն էր հրավիրել Տեր Արամը, այլ նաև գյուղացիներին էր կանչել, որպեսզի գյուղացիները եւս Տեր Մանուկին կոպիտ ասած վռնդեին այնտեղից։ Եվ Տեր Մանուկը ասում է, որ սա եկեղեցու ներքին խնդիրն է, ներքին հարցն է, եւ մենք պիտի ներքին ձևով լուծենք այս հարցերը, եւ այս երիտասարդը գյուղացիների հետևում թաքնված, այն իր բանի աղվեսի հայացքով Տեր Մանուկին շտապում էր ասել, որ եթե դու իմ հոգևոր եղբայրն ես, ինչի չէիր կանգնում իմ մեջքին։ Այսինքն դու ես քահանա, նա էլ է քահանա, դու ունես խնդիր առաջնորդի հետ, դու քո հարցերը պետքա լուծես առաջնորդի հետ, այսինքն Տեր Մանուկն ինչ աներ։ Մի խոսքով շատ խղճալի վիճակում են գտնվում այդ երիտասարդները, շատ, որովհետև դու չես կարող, դու ինչ երեսով պիտի գնաս Մայրաթոր, դու ինչ երեսով պիտի գնաս քահանայական ժողովի, ինչ ես անելու, պարականոն եկեղեցի ես հիմնելու,
հա, այսինքն դու ինչ պիտի անես, պիտի մտնես հովանավանք ու հովանավանքից դուրս չգաս, մի օր քեզ կարգալուց են անելու, եթե դու մտածում ես, որ յուրաքանչյուր որևէ մեկը դրսից կլինի, Նիկոլը կլինի, մնացածը, որ պիտի խառնվեն եկեղեցու գործերին, ու քո համար մի հատ աղանդավորական եկեղեցի հիմնես, տենց հովանավանքն էլ մեծ պարսպապատես ու ինչ որ տենց քո համար մնաս այնտեղ, դու դառնում ես պարականոն, դու դառնում ես հերետիկոս, դու չես կարող եկեղեցուց դուրս եկեղեցի հիմնել, այսինքն դու այսպես թե այնպես մի օր պիտի ենթարկվես մայրաթոռին, դու այլ տարբերակ չունես, դու էլ քո հետիններն էլ, դու այլ տարբերակ չունես, քան կարգալուց լինելը, եթե սենց շարունակվի։ Մայրաթոռի հայտարարության մեջ նշված էր, որ մենք ժամանակ ենք տալիս, որ Տեր Տարոնը և Տեր Արամը վերադառնան կանոնական դաշտ։ Սիրելի և հարգելի պաշտելի մայրաթոռ, Տեր Տարոնը և Տեր Արամը երբեք չեն վերադառնա կանոնական դաշտ, որովհետև իրենց կանոնական դաշտ վերադարձի ուղին կախված է մեկ մարդուց և բոլորդ գիտեք, թե այդ մեկ մարդը ով է։ Հետևաբար, եթե այս եթերը հասնի Տեր Տարոնին և Տեր Արամին, ես իրանց ունեմ մեկ խորհուրդ, որպես հոգևոր եղբայր, թող գնան մայրաթոռ, մասնակցեն ժողովին, հանձնաժողովի նիստին, կարգապահական, և իրենց ասելիքները ասեն այնտեղ, ասեն թե հանձնաժողովի մասնակից եպիսկոպոսներին, թե վեհափառին, նույնիսկ ես խորհուրդ կտամ, որպեսզի ներողություն խնդրեն և իրապես վերադառնան կանոնական դաշտ, այլապես հարցը մի քիչ ավելի այլ ձևով կդրվի և դուք ձեր ամբողջ կյանքում կմնաք եկեղեցուց դուրս, պարականոն քահանաներ, սենց ասեմ, կանոնից դուրս, ինչ պիտի անեք, պիտի 20 հոգի կամ լավ 100 հոգի գան ձեր բանի համար, ինչ-որ պիտի գան, որ դուք մկրտություն կամ պսակ անեք, հետո, վերջի վերջո, մարդիկ խելքի են գալու, մարդիկ գիտակցելու են, չէ, որ սխալ է այդ ամեն ինչը, դուք եկեղեցուց դուրս եք։ Եղել են դեպքեր, երբ որ հոգևորականներ եղել են, որ չեն ենթարկվել մայրաթոռին, բայց չի կարող լինել այնպես, որ դա երկար տևի, դա վերջի վերջո մի օր կասեցվել է, մի օր կանգնեցվել է, որովհետև մարդիկ իմացել են, որ սա եկեղեցուց դուրս է այս մարդը, նույնպես և դուք, բոլորդ միասին վերցրած, չի կարող քաղաքացիական իշխանությունը այնպիսի ազդեցություն ունենալ մայրաթոռի վրա կամ որևէ մի հոգևորականի վրա, մայրաթոռի ներսում գտնվող, որպեսզի ձեզ ճանաչեն մայրաթոռին կից, այսպես ասած, հոգևոր կառույց։ Իմ խորհուրդը ձեզ, գնացեք և վերադարձեք կանոնական դաշտ, իհարկե դուք չեք լսելու այս խորհուրդը, դուք լսում եք միայն մի կամ երկու հոգու խորհուրդ, բայց ես ձեզ ասեմ, որ դուք մայրաթոռի հոգևորական եք, դուք մայրաթոռի հացը կերած հոգևորական եք, դուք մայրաթոռում սնված և պահված հոգևորական եք, մայրաթոռի ջանքով մեծացած հոգևորականներ եք, մայրաթոռի օդը շնչած հոգևորականներ եք, և ես վստահ եմ, սրտի խորքում մի քիչ վստահ եմ, որ վերջի վերջո դուք կգաք կանոնական դաշտ և ձեր մեջ կարթնանա հենց մայրաթոռի հոտը, որը որ դուք շնչել եք, մայրաթոռի օդը, որը որ դուք շնչել եք։ Հետևաբար մի քիչ նստեք մտածեք, որ
ոստիկանություն բերելով հոգևորականի վրա, ձեր հոգևոր եղբոր վրա, չգիտեմ, ինչ որ մեկին բերելով ձեր հոգևոր եղբոր վրա, կամ գյուղացիներին ընդհանրապես պետք չէր խառնել այս ամեն ինչին։ Ես հասկանում եմ, որ այդ մարդկանց հետ դուք մտերմություն եք արել շատ, մարդկանց տներ եք գնացել, օրհնության կարգ եք արել, բայց ամեն դեպքում ես մտածում եմ, որ չարժի, որ դուք մայրաթորի եւ ընդհանրապես ձեր հոգևոր եղբոր վրա մարդ բերեք։ Տեր մանուկը ինչ արել, որ այդ մարդու վրա ոստիկանություն է կանչել։ Ինչ պետք է անի ոստիկանությունը, ձերբակալի Տեր մանուկին տանի։ Դրանից ինչ պետք է ավելանա։ Տեր մանուկը չլինի Արագածոտնի թեմում 15-20 հոգևորական կա, դրանցից մեկը կլինի։ Ինչ, ամեն անգամ ոստիկանություն ես կանչելու։ Այնպես որ այս ամեն ինչը մի օր ավարտ է ունենալու ու այդ դաջվածքը, այդ կլիշեն մնալու է ձեր վրա ամբողջ կյանքներդ։ Արթնացեք թմրության քնից, արթնացեք երազից, սա իրականություն է, եւ վերադարձեք իրոք կանոնական դաշտ։ Դուք ինքներդ ձեզ եք վնասում, ձեր անվանն եք վնասում, որովհետև մայրաթորը եղել է դարեդար, մենք բոլորս անցողիկ ենք եւ ձեզանից որևէ մեկն էլ այսպես ասած չի բան անելու, էլի, հավերժ չի մնալու։ Ես հասկանում եմ, ամեն ինչ խառնվել է իրար, ամեն ինչ այսօր կանգնել է բանի առաջ, խնդրի առաջ, բոլորը կանգնած են ինչ-որ հարցի առաջ, ամեն մեկը իր անձնականով, իր ընդհանրականով նաև, բոլորս ունենք ինչ-որ մի հարց, բայց մայրաթորը եւ սրբությունները պետք չի խառնել։ Այո, կարող է լինել անհատներ, որ ունենան խնդիրներ, բայց վերջի վերջո սա այդ խնդիրները չեն, սրանք հստակ ծրագրված անելիքներ են մայրաթորի դեմ, եւ դուք մասնակից եք դառնում դրան, ուզենալով թե չուզենալով։ Կարող է էլի, չգիտեմ, ձեր համակուրսեցի այսօր հոգևորական եղածներից մի քանի հոգի էլի միանան ձեզ, շատ հնարավոր է, ես չեմ հերքում դա, բայց այնուամենայնիվ դուք դա անում եք մայրաթորի դեմ։ Ու այս պրոբլեմները, դուք հասկանում եք, որ դուք ուրանում եք մայրաթորը, դուք հասկանում եք, որ դուք ուրանում եք հայ առաքելական եկեղեցին, այստեղ մենակ ասեմ ձեզ, անձերի խնդիր չի, արդեն անձերի խնդիր չի, եթե այն սկզբից կարող էր լինել անձերի խնդիր, այստեղ հստակ եկեղեցու խնդիրն է դրված։ Եվ դուք մնալու եք պատմության մեջ որպես ուրացողներ, որովհետև եթե Հուդան ուրացավ Քրիստոսին, որպես իր Տեր եւ Փրկիչ եւ ինքն էլ որպես աշակերտ, Քրիստոս հստակ գիտեր, որ Հուդան ուրանալու է իրեն եւ հենց այդ ամենը իմանալով ընտրեց Հուդային որպես իրեն աշակերտ, որպեսի ուրանա, որպեսի կատարվի մարգարեությունը։ Բայց դուք ոչ մի բան չունեք։ Դուք ով եք, տղեկ, դուք մահկանացուներ եք հասարակ։ Եվ այդ խնդիրը վերջի վերջո դուք պետք է գիտակցեք։ Ոչ 30 արծաթ ունեք, ոչ էլ որևէ այլ բան։ Կարող է ձեզ համար ինչ-որ ժամանակավորապես լավ է, բայց հետո շատ ավելի վատ է լինելու, շատ ավելի վատ, հոգեբանորեն վատ։ Դուք հոգեբանորեն ընկնելու եք ծանր վիճակի մեջ, դուք հոգեբանորեն ստրեսային վիճակի մեջ եք լինելու, եւ նույնիսկ ձեր հոգեբորական լինելը ձեզ չի փրկելու այդ ստրեսային վիճակից։ Այնպես որ քանի ուշ չէ, քանի դեռ մի քիչ որպես հոգեբորական ստրեսակայուն եք, ուշքի եկեք, հետ եկեք եկեղեցի եւ իրապես հետ եկեք կանոնական դաշտ, որովհետեւ սա
եկեղեցու հայրենիքի, եկեղեցու ներսի հարցեր են։ Մասնակից մի եղեք դավադրական նյութերին, մասնակից մի եղեք դավադրությանը։ Սա որպես խորհուրդ ձեզ։ Իսկ այն մարդկանց, ովքեր որ սպասում են, որ Մայրաթորի հայտարարությունից հետո Տեր Արամը, Տեր Տարոնը, մնացածները կարող է վերադառնան կանոնական դաշտ, մոռացեք։ Նրանք չեն վերադառնալու կանոնական դաշտ։ Եվ Էլի Մայրաթոր, ասեմ ձեզ, մի հատ էլ է նմանատիպ հայտարարություն տարածելու եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ երկրորդն էլ է տարածելու։ Այսինքն երրորդը։ Նոր հետո արդեն պարզ կդառնա ինչ կլինի, բայց դա կարող է լինել շաբաթների եւ ամիսների հարց։ Այնքան որ փոքր ժամանակ պետք է տրվի, ժամանակ, մինչեւ որ լրանա երիտասարդների ժամանակը։ Այնպես որ դուք ձեր գրառումներով, թե ես 33 տարեկան եմ, խաչվելու ժամանակն է եւ այլն, չէ, տղեկ, սրանք բան են, հոգեբանական բաներ են, ազդեցություններ են մարդկանց վրա, որոնք որ ազդում են մի քիչ ավելի չիմացող մարդկանց վրա։ Դուք չեք խաչվողները։ Խաչվողները Միքայել Սրբազանն է, որը 2 տարի տվեցին, հիմա նստած է։ Խաչվողը Բագրատ Սրբազանն է, որը այսօր ամեն օր դատերի մեջ է։ Հայրենիքի համար ուղակի այդ մարդը քամվում եւ սպառվում է։ Խաչվողը իրանք են։ Դու չես խաչվողը։ Քեզ ոչ մեկ չի խաչել, չի պատրաստվում քեզ խաչել։ Այնպես որ մեր աղոթքն ու մեր խնդրանքն է առ Աստված, որ Աստված ձեզ խելք ու միտք տա եւ բերի կանոնական ու բարոյական դաշտ։ Այսքանը։